Բարև ձեզ, բարև բոլորին, ովքեր միացել են այսօր յալայի հերթականին ֆոկուս դասախոսությանը կամ զրույցին, քննարկմանը, մենք արդեն բավական երկար ժամանակ վարում ենք այս դասախոսությունների շարքը, որին աշխարհի տարբեր կենտրոններից միանում են հայ գրադարանավարներ եւ արխիվագետներ ու ներկայացնում են մեզ համար, մեր մշակույթի համար կարևոր թեմաներ, քննարկումներ են կատարում այսօր մեր հատուկ հյուրը Հայաստանից է եւ առաջին անգամ կարծես թե մեր դասախոսությունը լինելու է հայերեն լեզվով, ինչի համար ուրախ ենք, բայց նաեւ մեծ պատասխանատվությունը տեսնենք թե երբ որ Հայաստանից ենք խոսում եւ հայերեն ինչպես կստացվի, կարծում եմ լավ է լինելու, որովհետև այսօր ունենք մի հրաշալի խոսնակ, մեր միացումը այսօր լինելու է Հայաստանի Գեղարքունիքի մարզից, Գեղարքունիք գյուղից եւ մեր խոսնակը, ինչպես գիտեք, Սիրուն Աբրահամյանն է, Սիրունը աշխատում է դպրոցում դեռ 93 թվականից ինքը եւ հայոց լեզվի գրականության ուսուցչու է, միաժամանակ գրադարանավար։ Ես չեմ ուզում երկար խոսել, բայց պիտի ասեմ, որ Հայաստանի գրադարաններում շատ փոփոխություններ են լինում։ Այդ փոփոխությունները նաև մուտք են գործել դպրոցներ, կարծում եմ, որովհետև Հայաստանի կառավարությունը մեծ ծրագիր է անում 300 դպրոց, 500 մանկապարտեզ եւ հատկապես այն դպրոցները, որոնք նորից զերոյից, այսպես ասած, կառուցվում են կամ դպրոցներ, որոնք վերականգնվում են, այդտեղ ին պատկերացումով շատ կարևոր է, որ ինչպես որ դպրոցն է ոնց որ հիմնովին նորից սկսում, այնպես էլ գրադարանը պետք է լինի, բայց դա բոլորովին ուրիշ թեմա է։ Մեզ պետք են նոր գրադարաններ եւ այնպիսի գրադարանավարներ, ինչպիսին մեր Սիրունն է, որտեղ ինքը նախաձեռնող է։ Եթե նախաձեռնող չլինես, որ գրադարանում էլ որ լինես, առաջընթաց չի լինի։ Սիրունը իր կրթությունը ստացել է Հայաստանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, ավարտել է գրադարանագիտության եւ մատնեության բաժինը եւ ինքը ակտիվ է իր դիրքորոշմամբ գրադարանային աշխարհում, երկու անգամ մասնակցել է Հայաստանի ազգային գրադարանի կազմակերպված 2 տարին մեկ կազմակերպվում են մեր միջազգային գիտաժողովները ժառանգության պահպանություն հանուն կայուն ապագայի ընդհանուր խորագրի տակ իր դպրոցական կոլեկտիվով, իր լավ ընթերցողներով, իր աշակերտներով աչքի ընկել 2022 թվականին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ հայկական գրադարանի ասոցիացիայի կողմից անցկացվող լավագույն գրադարան մրցույթում եւ ճանաչվել է իբրև մեր հանրապետության լավագույն դպրոցական գրադարան 22 թվականին։ Ես կարծես թե արդեն շատ խոսեցի, ես ուզում եմ խոսքը փոխանցեմ Սիրունին, չմոռանամ կարևոր երկու բան էլ ասել, որովհետեւ մենք գործ ունենք իսկ ուսուցչի գրադարանավարի լավ մայրիկի, լավ տատիկի հետ ինքը ունի 2 զավակ, 3 թոռնիկ եւ Սիրունի դեվիզը, այս իր գործնեության մեջ ասում է գիտելիքը ուժ է, գիրքը բանալի։ Դե հիմա բանալին քոնն է, խնդրում ենք Սիրուն ջան, դու ներկայացնես քո պրեզենտացիան։ Այո, շնորհակալ եմ շատ, պարոն Հայրապետյան, ներկայացնելու համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել յալայի անդամներին, տնօրենին, բոլորին ինձ այս հնարավորությունը ընձեռելու համար անչափ հաճելի է այս հարթակում ելույթ ունենալ, բայց միևնույն ժամանակահավոր պատասխանատու է, որտեղ վախենում ես ամեն մի տեխնիկական հարցից, խնդրից, հանկարծ չընդհատվի, հանկարծ ինչ-որ բան չլինի, բայց ուզում եմ ողջունել նաև բոլոր այն մարդկանց, այն անհատներին, գրադարանավարներին, արխիվագետներին, ովքեր
միացել են այսօր Zoom հարթակի միջոցով եւ իրենց հետաքրքիր է թե ինչ գործունեություն է ծավալում, ասենք թե հերավոր բարձրլեռնային գյուղում ապրող մի ինչ-որ գրադարանավարուհի, ես կասեի, որ ճանաչում եմ հրաշալի գրադարանավարների, ովքեր շատ խելացի են, լեզուների են տիրապետում, շատ ավելի խելացի են, քան ես, ուղղակի ինձ ընձեռվել այս հնարավորությունը, ես ուզում եմ օգտվել առիթից ներկայացնելու համար, որ ինչքան էլ հնարավորություններն են սուղ, ինչքան էլ պայմանները չեն ներում, միևնույն է աշխատանքի դեպքում, ցանկության դեպքում, համագործակցելու այն ուժը ունենալու դեպքում անպայման մեզանից ցանկացածը կարող է հասնել արդյունքի, ես դա իմ սեփական փորձից եմ ասում, որովհետև մենակ չեմ ես աշխատում, ճիշտ է գրադարանում միակ գրադարանավարն եմ, բայց ամբողջ դպրոցը, կոլեկտիվը, աշակերտներս, 200 աշակերտ են ընդամենը դպրոցում, նրանք բոլորը ինձ հետ են, գրադարանում ունեմ աջակիցների խորհուրդ ձևավորված, որի մեջ մտնում են ավելի ակտիվ աշակերտներ, բարձր դասարանների աշակերտներ, ուսուցիչներ, ու Նաև պատկերացրեք ինձ օգնում են նաև մեր գյուղի դպրոցի աշակերտների ծնողները, նրանցից շատերը իհարկե եղել են իմ նախկին աշակերտները ու շատ են գնահատել իմ գործունեությունը ու ինձ ցանկացած նախաձեռնությունը աջակցություն է գտնում նրանց մոտ սա որպես նախաբան, բայց ամեն ինչ պետք է ներկայացնել հիմնված սեփական փորձի վրա, ինչ որ արել եմ, ինչ որ ստացվել է, ես ուզում եմ շեշտը դնել հենց դրա վրա, որովհետև այդքան էլ հեշտ չի գրադարանային ոլորտում ինչ որ քայլ անել, երբ դու ամենավերջին են օղակում ես աշխատում, ընդամենը փոքրիկ դպրոցի, փոքրիկ գրադարանում Առաջներում, երբ որ խոսում են Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի մասին, հավատացեք շատերն ասում են ինչի այդպիսի գյուղ կա, բայց մեր գյուղում սկսեցին այցելել այնպիսի մարդիկ, որոնց ես ընդգրկել եմ իմ սահիկաշարի մեջ, ես դες կներկայացնեմ ու դուք կտեսնեք, թե ինչերի կարելի է հասնել, շատ չեմ ասում, շատ բան չի, ընդամենը նորոգված գրադարան ու համատեղ աշխատանք միասնական ու դա շատ հաճելի է էլի ունենալ նման միջավայր, ես կուզենայի իմ ընկերները բոլորը այդ ճանապարհը բռնեին, նախաձեռնող լինեին։ Ահա, թեման նախաձեռնողականությունը դպրոցական գրադարանում արդեն պարոն Հայրապետյանը ներկայացրեց, Սիրուն Աբրամյանն եմ, ուսուցչուհի ու նաև գրադարանավարուհի համատեղում եմ։ Հիմա ես չգիտեմ կարող եմ թերթել պարոն Հայրապետյան, թե դուք պետք է թերթեք։ Ահա, հաջորդ սահիկաշարը, որ ես հաջորդ էջը, որ փորձում եմ ներկայացնել, իմ գրադարանն է, իմ նախկին գրադարանը, այդ տեսեք, գրքերն արդեն դուրս ենք անել գրադարանից, սա գրադարանի սրահն է, այդ սենյակն է, սա մեր նախկին գրադարանն էր, իսկ կողքի հարևանությամբ գտնվում էր այսպիսի մի սենյակ, որտեղ անպետք իրեր էին լցված, ես միշտ նպատակ ունեի, որ դա պետք է անեմ ընթերցասրահ ու իմ երեխաների հետ աշխատեմ, որովհետև իմ ցանկացած նախաձեռնություն աջակցություն էր գտնում երեխաների մոտ ու ես երբեք ջանք ու եռանդ չեմ խնայել, չեմ ասել նվազագույն աշխատավարձով ինչ աշխատեմ, ոչ, ամենևին, ես երբեք չեմ մտածել ինչ պետք է ստանամ, ճիշտ է, անդադ բարձրաձայնում եմ, անդադ ուզում եմ, որ գնահատված լինեն մեր գրադարանավարները, որովհետև շատ արժանավոր են, բայց նաև շարունակում եմ աշխատել, սա արդեն մեր նորոգված գրադարանն է, խնդրեմ, ընթերցասրահն է, այս անպետք իրերով լցված տարածքից մենք ստացել ենք այս հրաշալի ընթերցասրահը, ունենք տեսացրիչ ընթերցասրահում, մեզ նվիրել է Գեղարքունիքի մարզպետարանը, առիթից օգտվեմ շնորհակալություն հայտնեմ իրենց, իսկ գրադարանը ով են նորոգել, ես այդ մասին հաջորդիվ փորձեմ ներկայացնել, սա արդեն մի քանի կադր է նորոգված գրադարանից, այստեղ գրադարանային կադրեր են, այստեղ գրադարան սպորտ համագործակցությունն է, ունենք նաև հուշամատյան, կողքին նաև գրադարանի մյուս գրադարակները, սա արդեն ընթերցասրահն է։ Խնդրեմ, պարոն Հայրապետյան, փորձեք թերթել, հիմա սա արդեն մեր գրադարանի բացման արարողությունն է, ես մի երկու խոսքով ասեմ ինչպես եղավ սա, երբ ես գիտաժողով գնացի, պատահման Facebook-ով գրանցվեցի ու ի զարմանս ինձ ընդունեցին
ուրեմն ժառանգության պահպանություն հանուն ապագայի միջազգային գիտաժողովը, որ նվիրված էր հայ գրքի տպագրության 510-ամյակին, ես այնտեղ գնացի, նախապատրաստել էի ելույթ, ինչ այլոց որ իմանայի աուդիտորիան այդպիսին էր, ես այնքան կվախենայի, երբեք չէի գնա, ես այն ժամանակ Տիկին Բոյաջյանը չգիտեմ հիշում է թե չէ, ես այնքան օտար մարդկանց բանը տարբեր լեզուներով խոսակցություն էի լսում, անգամ չգիտեի որտեղ նստել։ Երբ Տիկին Բոյաջյանը Տիկին Բելայի հետ երկու բառ էր փոխանակում, ասում էր, որ իր ծունկը ցավում է, ես մինչև այսօր չեմ մոռացել, հուսով եմ, որ լավ եք արդեն։ Ես գնացի վախվորած, ասի կարելի է նստել ձեր կողքին, Տիկին Բոյաջյանն ասեց իհարկե կարող ես նստել, ու իմ սիրտը տեղն ընկավ, որ ես գոնե տեղ ունեցա, որովհետև շփվել չէի կարող, լեզու չգիտեմ անգլերենի, ինչ անեմ ամոթ ինձ լեզուն չեմ տիրապետում, բայց մի քիչ ռուսերեն գիտեի, այդպես, հետո որ ինտեգրվեցի, այնտեղ բոլորը կարծես իմը լինեին, ով սկսեց ելույթ այնքան ուրիշ էր, այնպիսի մի մթնոլորտ էր, որ ես շատ սիրով էլի ինտեգրվեցի, ուրեմն այդ մասին իմացել էր հանրային հեռուստաընկերության տնօրենը, այ խնդրեմ այստեղ պարոն Հայրապետյանը, որ թերթի գրածներն էլ կգան, հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը իմացել էր մեր մասին, դե երևի նկարել էին, փոխանցել էին հրատարակիչները, նաև այստեղ շնորհակալություն հայտնեմ պարոն Արմեն Մարտիրոսյանին, հրատարակիչների արդեն միության նախագահ, ոնց որ նորեն ընտրվել Անտարես հոլդինգ, Անտարես հրատարակչության տնօրենն է, նաև տեղեկացրել էր ինձ իմ մասին, ուրեմն պարոն Մովսյանը եկավ եւ ասեց, որ ուզում եմ գալ ձեր գրադարան, հեռախոսով իհարկե զանգեց, ասի սիրով համեցեք, դե չգիտեինք, որ տնօրենն են ընդամենը, ասել էր, որ լրագրող է հանրայինից, դե սիրով, ես ուրախանում եմ, ովքեր գալիս են գրադարան, եկավ, տեսավ մեր աշխատանքը, չանցավ մի շաբաթ, մեկ էլ պարոն Մովսյանը թիմով եկավ եւ ասեց, ուզում ենք նորոգել ձեր գրադարանը, իսկ զարմանս բոլորի, ոչ միայն ինձ, այդտեղից սկսվեց մեր համագործակցությունը, սա գրադարանի բացման արարողությունն է 2023 թվականի սեպտեմբերն է, ասեմ, որ մեզ մոտ եղել է նաև ԿԳՄՍ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Տիկին Ժաննա Անդրեասյանը, ինչի համար բոլորս շատ ուրախացանք, Գեղարքունիքի մարզպետն է պարոն Կարեն Սարգսյանը, դե ինչպես ասացի պարոն Հովհաննես Մովսյանը, հանրային հեռուստաընկերության տնօրենը Մարզային վարչության պետն է, պարոն Կարեն Զազյանը, մի խոսքով շատ հյուրեր ունեցանք, հիմա իրենք գրադարանում են, այստեղ ես փորձում եմ ներկայացնել իմ աշխատանքը, համագործակցությունը սպորտի հետ եւ Տիկին Անդրեասյանը, պարոն մարզպետը շատ ուշադիր լսում են։ Շնորհակալ եմ պարոն Հայրապետյան, խնդրում եմ թերթեք, ահա, ես այստեղ անուններն էի գրել, տեսնեմ ես կարող եմ, ահա, էլի բացման արարողությունն է, մեր միջոցառումն է, պարոն մարզպետը, պարոն Հովհաննես Մովսյանը Տիկին նախարարի հետ եւ մեր երեխաների ելույթներն են, սա ուղղակի ընդգրկել եմ, որպեսզի տեսնեն գեղեցիկ նկարներ են, հաջորդը, խնդրում եմ պարոն Հայրապետյանը թերթի, այստեղ ես ուզում եմ ներկայացնել, որ բացման արարողությունից հետո մեր դպրոցը սկսեցին այցելել շատ ու շատ կարևոր մարդիկ, պարոն Մովսյանը միջայլոց իր հետ բերում էր տարբեր ոլորտի ներկայացուցիչների, մեր դպրոցում եղել է Երեմյան Project կազմակերպության հիմնադիրը, պարոն Դավիթ Երեմյանը, այնտեղ Արամ Ղազարյանն է, շատերը, խնդրեմ այստեղ Արամ Ղազարյանն է, Grand Holding-ի տնօրենը, Գավառ համայնքի ներկայացուցիչներն են, այս մյուս նկարում մեզ այցելել է բիզնես աջակցությունների, միջազգային բիզնես աջակցությունների կենտրոնի ղեկավար Տիկին Մարիամ Մանուկյանը, Յուրի Մելիքովն է, Կիպրոսահայ գործարար, մի խոսքով ովքեր որ եկել են մեր գրադարան, իհարկե պարոն Մովսյանի նախաձեռնությամբ դասընթացներ են արել երեխաների հետ ու մեր երեխաներին պատմել իրենց պատմությունը կամ Յուքոմի փոխտնօրեններ եկել նա բավականին հետաքրքիր դասընթաց վարեց մեր երեխաների համար, մի խոսքով շատ արդյունավետ, այստեղ ես ուզում եմ ներկայացնել պարոն Խզմալյանին, դու գիտեք բոլորդ Մատենադարանի տնօրենն է, համագործակցելով տարբեր
գրադարանների հետ ես լինում եմ նաև տարբեր գրադարանների նախաձեռնած միջոցառումներում հիմա մենք Գավառի մարզային գրադարանի տնօրեն Տիկին Մարիամ Համբարձումյանի կողմից նախաձեռնած միջոցառմանն ենք մասնակցում աստվածաշնչյան ցուցադրություն էր միջնադարի պարոն Խզմալյանը եւս այնտեղ էր եւ հավատացեք որ պարոն Խզմալյանը ճանաչեց ինձ 3 այս անցած տարի է կարծեմ տեղ ունեցել եւ մենք նկարվեցինք դա եմ ցույց տվել հիմա հանդիպումը մեր Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի հետ ասեմ որ մեր աշակերտն է եղել պարոն Արման Խաչատրյանը երբ որ գյուղում էր Կիրակեր դպրոցը փակել մեկ էլ չտվեցինք դպրոցը բացել Աշտահակեկո ակումբում հանդիպեցինք զրուցեցինք ես եմ ամուսինս է մեր կոլեկտիվը ու պարոն դեսպանը Ֆրանսիայի դեսպանը պարոն Խաչատրյանը հիմա սա արդեն Մատենադարանի գրքի ցուցադրությունն է ու նաև շատ եմ կարևորում երեխաներին գրադարան բերելը որտեղ ընթերցանությունը սկսվում է հենց այդ փոքր տարիքից որ իրենք սիրեն գրադարանը գան ցույց եմ տալիս նկարներ եմ բացում մեկնաբանում եմ հավատացեք որ երեխան որ կարդալ չի սիրում, ուրեմն որ գեղեցիկ նկարներով ընդգրկում ես հարցեր ես տալիս սիրով ես պատասխանում, ուրեմն իրենք դառնում են իմ ընթերցողը ու այդ իմաստով երևի ես բախտավոր եմ, իրենք շատ են գալիս գրադարան ու գալիս են մի քաղցր խոսք լսելու, շատ դեպքում ես այդպես եմ մտածում, որովհետև եթե անգամ գիրքը վերջացրած չեն լինում, գալիս են պատմում, որ ոչինչ մի քիչ կարելի է երկար դե իհարկե ասում եմ բալեքս կարելի է ես կերկարացնեմ ժամանակը կամ այդպես ունենք առաջնահերթություններ կփորձեմ ներկայացնել մեր առաջնահերթությունները ես կանրադառնամ այս թեմաներին առանձին սահիկաշարում փորձում եմ մի քիչ արագ խոսել որ հանկարծ մեր ժամանակը չսպառվի կարծում եմ շատ արագ չի հա պարոն Հայրապետյան հասկանալի է ուրեմն համագործակցության առումով ասեմ թե ինչին եմ անդրադառնում այդ համագործակցության այո առումով գրադարանային առօրյան կներկայացնեմ մեր վերապատրաստումները կներկայացնեմ մասնակցությունը գիտաժողովներին կներկայացնեմ մենք պարբերաբար կազմակերպում ենք լավագույն ընթերցող մրցանակաբաշխությունը տարվա մեջ մեկ կամ երկու անգամ դա մեծապես նպաստում է ընթերցանության խթանմանը դե միջգրադարանային համագործակցության օրինակներ կբերեմ ինչը օգնում է նաև կապ հաստատել մյուս գրադարանավարների հետ մենք մի ամբողջություն ենք դառնում այդ դեպքում փոխանակվում ենք տեղեկատվությամբ անձնական կապեր ենք ունենում մեկս միմյանց օգնում ենք դա իմ կարծիքով անչափ կարևոր է հետո գրադարանի համալրմանը եւ այլն դրանց մեկ կանրադառնամ որ մեկին տեսնում եմ անդադ ուզում եմ դրա մասին պատմել այստեղ ներկայացնեմ գրադարանային առօրյան Միչայլոց ես այդ չեմ իմանում տիկին Նորան միացել է թե չէ ինձ մոտ չեմ կարողանում տեսնել բայց այս առաջին նկարում Կալիֆոռնիայի համալսարանական գրադարանի հայկական եւ պարսկական հավաքածուները ներկայացնող գրադարանավարուհին է տիկին Նորա Ավետյանն մի նվիրյալ հրաշալի անձնավորություն ով մի անգամ նույնիսկ Zoom հարթակով հատուկ ինձ համար միացավ, որտեղ ես խնդրել էի իրեն ու իմ հարցերին պատասխանեց, հետաքրքիր զրույց ունեցանք, ես անմիջապես սկրինշոտ արեցի, պահեցի տիկին Նորային նկարը ներքևում Սեդա Այկանյան Մաթեոսյանն է, Սեդա ջան, ես արդեն զրուցել եմ քեզ հետ, ողջունում եմ Սեդան մեր գյուղ եկավ, էլի իմ խնդրանքով տիկին Նորան ծանոթացրեց մեզ, Սեդան այն ժամանակ կարծեմ Գլենդելի դպրոցական գրադանի գրադարանավարուհին էր եւ Zoom թե Viber-ով կարծեմ մենք իրար հետ զրուցում էինք Իմ հրավերով Սեդան եղավ մեր գրադարանում, ահա այստեղ ես եւ Սեդան ենք ու մենք փոխանակվեցինք տարբեր ինֆորմացիաներով, այդ շատ կարևոր էր ինձ համար Տիկին Նորա, ես եմ ձեզ շնորհակալ, որտեղ դուք ինձ շատ հնարավորություններ եք տվել
Ուրեմն գրադարանային առօրյայում ընդգրկում են գրքի քննարկումները, միջգրադարանային այցելությունները, այստեղ իրենք կարծեմ Աբովյանի դպրոցից են, տարբեր դպրոցներից եկել են, պատկերացրեք հնարավոր է նկարներով ես շատ լավ չտարբերեմ, որտեղ այնքան շատ են այդ այցելուները, բայց տարբեր դպրոցներից գալիս եմ, այստեղ մեր մրցանակաբաշխությունն է, ներքևում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնօրենն է Արմինե Հովհաննիսյանը, իրենք միշտ բարձրաձայն ընթերցանություններ են կազմակերպում եւ ես պարտադիր միանում եմ, Արմինեն մեր գիտակ լավ մասնագետներից է եւ իրենցից սովորելու բան եւս շատ ունեմ, այստեղ իմ դպրոցի երեխաների հետ մասնակցել ենք կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ընթերցանության մրցույթին, համահայկական ընթերցանության մրցույթին երեխաներս առաջի փուլը հաղթահարեցին, երկրորդն երկուսներ նկարը դա էր գրադարանային առօրյայում դե ասեմ, կազմակերպում են, որ շատ չծավալվի, որտեղ անդրադառնալու են մեկ-մեկ, կազմակերպում ենք զրույցներ, զեկուցումներ, հանդիպումներ, տեսադասերն են բերում այստեղ երեխաներիս համար հաճելի միջավայր եմ ստեղծում, որպեսզի իրեն գան, այ ներքևում լուսանկարային ցուցահանդես եմ հայտարարել, լավագույններին պարգևատրում եմ գրքերով, գրադարան սպորտ համագործակցությունն եմ մեկնարկել, ինչը մեծապես նպաստում է ընթերցողների ներգրավմանը, հատկապես տղաներին, որտեղ տղաները սպորտն են շատ սիրում ու ես անպայման ուզում եմ ներգրավել, այստեղ համագործակցում եմ մեր դպրոցի մարզիչի հետ եւ երեխաներն են այցելում ու այդպես շարունակ, սա էլ սպասարկման ոլորտն է գրադարանի, ուրեմն գրքի քննարկումներն է, այս այգաշարում ներկայացված դուք տեսնում եք տարբեր գրքերի քննարկումներ ենք արել, բայց ուզեի հատկապես անդրադառնալ այս վերջին քննարկմանը, ուրեմն հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը, շնորհակալություն պարոն Հայրապետյանին, այս գիրքը մեծ դպրոցին նվիրելու համար, երբ իրենք մարզային գրադարան էին եկել, շատ դպրոցների գրքեր նվիրեցին, մեզ էլ նվիրեցին ու այնքան հետաքրքիր պատմություններ էր, որ ես աջակիցներիս խորհրդի հետ բոլոր երեխաներին հանձնարարեցին մի պատմություն, իրենք դա սովորեցին, իրենք տեսանյութեր նկարահանեցին, մեր Facebook-յան էջով հրապարակեցին, մի խոսքով շատ ուսանելի էին, նույնիսկ տխուր պատմություններ, բայց որ հաշմանդամություն ունեցողը կարողանում է հասնել այդ արդյունքներին, ինչու չենք կարող հասնել մենք, մեր երեխաների հետ, մեր ընթերցողների հետ, ես կարծում եմ, որ համախմբված աշխատանքի արդյունքում մենք այնքան բաների կարող ենք հասնել, առավել ևս հիմա, որ մեր ղեկավարությունը ուշադրություն է դարձնում, արդեն սկսել են ուշադրություն դարձնել համալրմանը, ուրախությամբ կարդացել եմ տիկին նախարարի Facebook-ի հանեջիցը, որ դպրոցական գրադարանները այս տարի կհամալրվեն, տեսնենք, թե ինչպես ինչ ընթացք ունեն, ամեն դեպքում զարգացման հեռանկարը կա, տեսնում ենք, սա գրքի քննարկումները, մյուս այգաշարը, պարոն Հայրապետյան, այո, նորից գրքի քննարկումներն են, այս մեր փոքրիկ գրադարանում են, նախկին դեռ չնորոգված երեխաների հետ գրքի քննարկման կադրեր են, ես ուզեցի սա էլ դնեմ, որ կապ չունի գրադարանը մեծ է, փոքր է, լավն է, թե վատը, մեր աթոռներն անգամ ճոճվում էին, բայց երեխաների շատերը, որ գալիս են, ասում են, ոչինչ, ընկեր Աբրահամյան, մենք կանգնած կմնանք, այդտենց պատրաստակամ էին եւ այդ աշխատանքով մենք իհարկե առաջ գնացինք, միջգրադարանային համագործակցությունն է, այստեղ երևի Մրգաշենի դպրոցի ներկայացուցիչներն են, գրադարանում աշխատողներն են, որ այցելել են մեզ, դե ինչպես ասացի, տարբեր դպրոցներից այս նկարում արդեն մենք ենք մարզային գրադարանում, Հայաստանի ազգային գրադարանը շատ նախաձեռնություններ ուներ եւ նրանք գալիս են տարբեր գրադարաններ այցելում են մենք անպայման ես որ գրադարանավարին ճանաչում եմ շուշուտ տեղեկացնում եմ որ իրենք էլ գան համագործակցությունը գրադարանների միջև հենց այստեղ է ձևավորվում ես կուզեի այստեղ ներկայացնել գրադարանավարներին Աշոտ Աղաբաբյանի հետ հանդիպմանը այնտեղ Կարմիրի երկրորդ դպրոցի գրադարանավարուհին է ներքևում Գավառի երկրորդ դպրոցի գրադարանավարուհին է այնտեղ տիկին Ռուզանն է այստեղ տիկին Օհանյանը ներկայացնեմ մեր մարզային գրադարանի հրաշալի տնօրենին տիկին Մարիամ Համբարձումյանին Գավառի քաղաքային գրադարանի լավագույն աշխատակցուհիներին տիկին Նորային
կողքը Գեղարքունիքի համայնքային գրադարանի աշխատակցուհին է, գրադարանավարուհին Էմման եւ այլն։ Այդ օրինակներն այնքան շատ են, որ ես այդքան շատ որ ներկայացնեի, մեր ժամանակը չէր հերիքի, երևի սա հերիք է։ Միջգրադարանային համագործակցությունը, այո, հենց սա է։ Ճիշտն ասած, այստեղ դիմացի մի նկար է գալիս, այս կողքին ես այդքան լավ չեմ տեսնում, բայց այստեղ հենց մենք մարզային գրադարանում ենք, ազգային գրադարանի ներկայացուցիչները դասընթաց են նախաձեռնել ու բոլորս միասին այդտեղ նստած ենք ու շատ կարևոր է իմիջայլոց մասնակցությունը նման հանդիպումների։ Իրենք այս ներքևում Ուզբեկստանից եկել էին մեր ջերմատունը տեսնելու, նրանք եկան գրադարան, տեսան, ասեն, որ զարմացան, նկարեցին, չգիտեմ, բավականին երկար ժամանակ զրուցեցինք, ռուսերենով կարողացանք շփվել, այստեղ մյուսը, ուրեմն համագործակցության հետ ես կարող եմ ներկայացնել նաև մեր գրադարան սպորտ համագործակցությունը, արդեն ասացի, 2 նախադասության մեկնաբանեմ։ Առաջին նկարում երեխաների պարգևատրումներն են, բայց կուզեի ասել, որ մեր դպրոցի վոլեյբոլի հավաքականը մարզի հավաքականն է եւ ամբողջ մարզի անունից 2 անգամ մասնակցել է համահայկական խաղերին, ունենք բազմաթիվ մեդալներ, պատվոգրեր, այստեղ նույնիսկ բեյջերն եմ ես դրել այդ մասնակցության նկարել, որ կարողանամ մեկնաբանել, ունենք առանձին անկյուններ, տարբեր սպորտի տարբեր բնագավառների ներկայացուցիչների նկարներով, խնդրեմ Հենրիկ Աբրամյանն է, այնտեղ ֆուտբոլիստներ են, այդ տղաները շատ են սիրում այս անկյունը, նրանք գալիս են ձեռք հետել, ես նրանց ընդգրկում եմ ընթերցանության մեջ, այնտեղ էլ նորից պատրաստվում են ձմեռային խաղերին մեր, կարծում եմ կարողացա մեկնաբանել։ Ես, այո, ինձ համար շատ կարևոր է վերապատրաստումների մասնակցությունը, ամեն տեղ սովորելու բան ունենք, միմյանցից սովորելու բան ունենք, անգամ երեխաներից եմ շատ սովորում, առաջին շարքում ներկայացված է իմ վերապատրաստումը Հայաստանի ազգային գրադարանում, ասեմ ինչով էր առանձնանում, այստեղ ամեն ինչը գործնական աշխատանքի հիման վրա էր ներկայացվում ու դա մեզ այնքան անհրաժեշտ է, որտեղ այդ գործնականը մեզ համար դժվար է։ Ներքևում ցույց է տրված նկարները, որտեղ ես վերապատրաստման եմ գնացել Երևանի Վալերի Բրյուսովի անվան համալսարանում, համալսարանի գրադարանի տնօրենն է, այնտեղ ներկայացնողը, մնացածը մենք թիմով։ Ուզում եմ ասել, որ վերապատրաստումների մասնակցությունը բոլորիս ցանկացածիս համար այնքան կարևոր է, անգամ այդ շփումները պահելը, մենք մի խնդիր ենք ունենում, ունենք առանձին գրադարանավարների խմբեր, միմյանցից հարցնում ենք, քննարկում ենք, այստեղ առաջին նկարում պարոն Հայրապետյանը մեզ շատ լավ ծանոթացրեց բոլոր օրենքներին, շատ նրբություններ կա, որ չգիտենք ու հարկավոր է իմանալ, որ չաշխատենք, որ չգնանք, չսովորենք, մեզ ոչ ոք ոչինչ չի ասի, մեզ չեն էլ հիշելու, ես դրանում համոզված եմ։ Մյուս սայկաշարը խնդրում եմ պարոն Հայրապետյան փոխի։ Չի ստացվում երևի, պարոն Հայրապետյանի մոտից ես չեմ կարողանում փոխել, վերապատրաստումներից հետո տեսնենք մասնակցությունը գիտաժողովներին, ինձ համար այո, մեծ նշանակություն ունեցավ գիտաժողովների մասնակցությունը, հատկապես առաջին տարին, ինչպես պարոն Հայրապետյանը ներկայացրեց 22 թվականի Ժառանգության պահպանություն համակարգային ապագայի գիտաժողովը, ու նաև երկրորդ գիտաժողովը, որ նվիրված էր Հայաստանի ազգային գրադարանի կազմավորման 105-ամյակին, այստեղ կադրեր են ներկայացված, առաջին նկարում Իֆլայի տնօրենն է, Բարբարա Լիզոնը, եւ այն ժամանակ ամերիկյան համալսարանի գրադարանի տնօրենը Տիկին Բելան, բայց հիմա կարծեմ տնօրենը Լորի Ալվանդյանն է, ես ներքևում Տիկին Բոյաջյանի հետ նկար ունեմ իրենց հետ, Տիկին Բոյաջյանի հետ ծանոթությունը անչափ հետաքրքիր էր, հաճելի, պատկերացրեք, որ երբ նոր գիտաժողովի հրավեր եմ ստանում, ես այնքան արագությամբ, չնայած տանջանքը շատ է, ուզում եմ ընդունել, որտեղ ես կարոտում եմ իրենց, որտեղ ես սիրում եմ այդ մթնոլորտը, այդ միջավայրը,
ու շփում է այն մարդկանց հետ, ում համար կարևորը մարդկային արժեքներն են, գիրքն է, գրականությունն է, տարիների, չգիտեմ, իմաստությունն է, ամփոփված մեր գրքերում։ Մի խոսքով իրենց հետ շատ մտերիմ մեկն է դառնում, ներքևում Շմկո Ապոր անվան գրադարանի աշխատակիցներն են, տիկին Հովասափյանը, եթե չեմ սխալվում, Ռուսաստանի գրադարանի ներկայացուցիչներ են, Ամերիկայից, իմ տիկին Աննա Մարիան, իր հետ նկարը տիկին Աննա Մարիա Մատարը Հոլանդիայի գրադարանի աշխատակցուհի է, հայագետ, թարգմանչուհի, ես իրեն ասեմ, որ շատ եմ սիրում, իսկ թարգմանած գրքերը անգամ ունեմ, Աննա Մարիային ես հրավիրել եմ մեր գյուղ գրադարանից բացման արարողությանը, տիկին Աննան եղել է, այնտեղ նկարում այդ գիրքն է իսկ թարգմանած։ Հիմա այդ միջազգային կադրեր են միջազգային գիտաժողովից, բոլորովս միասին նկարը, ու այստեղ տարբեր երկրների ներկայացուցիչների հետ նաև ես եմ, եւ առաջի շարքում Անժելա Լեբեդևան է, ում ես չեմ մոռանում, որովհետև ինքը այնքան ողջունեց իմ աշխատանքը, այնքան ջերմ խոսքեր ասեց, համակարգողներ են ժամանակ գիտաժողովում, որ ես անկախ հեռավորությունից, անկախ ճանաչելուց շատ բարձր եմ գնահատում, կարծեմ Մոսկվայի մանկական գրադարանի տնօրենն է, Դինիսն է կողքը, ով ինչ ակտիվ գործունեություն է ծավալում, իրենց ելույթներից ճիշտ ասած ես այնքան բան սովորեցի, անդադ սկսեցի պրպտել, գտնել, որտեղ այդ ամբողջ նկարագրությունը գտնել, ինչը կարելի է փոխել, տեղայնացնել, մեր գրադարաններում կյանքը ակտիվացնել, ամեն ինչ գնում է թվայնացման ոլորտ, գիրքը երկրորդ պլան է ու դա ինձ շատ է մտահոգում։ Այստեղ նորից կադրեր են, նախագահական սրահն է, որտեղ իմ ելույթն է տեղ ունեցել, այդ կադրը եւս սիրո փայփայում պահում եմ, իսկ Աչում ներկայացված նկարը 2022 թվականի պատվոգիրն է, որ մեր դպրոցը ստացավ որպես լավագույն դպրոցական գրադարան, այդ անվանակարգում էր պատվոգիրը, ներքևում արդեն նկարները մեկնաբանեմ այսպես, համագործակցությունն է տարբեր գրադարանների ներկայացուցիչների հետ, հիմնականում տնօրեններ էին, ղեկավարներ էին ստորաբաժանումների, միայն երևի ես էի, որ դպրոցական գրադարանների ներկայացնում, ու դա ինձ համար մի ուրիշ աշխարհ էր։ Շատ աշխատանք եմ տանում ընթերցողների հետ, մեծտեղ եմ հատկացնում աշխատանքին հենց ընթերցողների հետ, ուզում եմ անընդհատ միջավայրը փոփոխել, մեր դպրոցը մի քիչ հյուսիսահայաց է, այնտեղ մի քիչ արևի ճառագայթը քիչ է ընկնում, շատ դեպքերում դրսում եմ տանում երեխաներին, միասին բարձրաձայն ընթերցում ենք, միասին կազմակերպում ենք տենց միջոցառումներ, երեխաները շատ են ոգևորվում այդ մտքից, այդ իրողությունից, եւ երբ ես մի բան նախաձեռնում եմ, այնքան սիրով են մասնակցում, որ կարողան նույնիսկ ուզենան շուշուտ դասը վերջացնել, որ գան գրադարան։ Տեսնենք հաջորդ Սահիկաշարում ինչը կներկայացնեմ։ Պարոն Հայրապետյան, խնդրում եմ թերթել Սահիկաշարը, որտեղ այստեղ ներկայացնում եմ լավագույն ընթերցող մրցանակաբաշխությունը, որ ես իրականացնում եմ մեր դպրոցում, ասեմ, որ պարբերաբար տարվա մեջ կամ մի անգամ կամ երկու անգամ եթե պատվոգրերը տպելու ունենալու հնարավորություն չեմ ունենում, դիմում եմ այլ հասարակական կազմակերպությունների, կոնկրետ այս դեպքում Աշգտահակ էկոակումբի ղեկավարը Նելի Դռնոյանը օգնեց, պատվոգրերը իմ խնդրանքով տպեց այդ ծախսային պահը, ու ես անցկացրի մրցանակաբաշխությունը, բայց դե գրադանում ունեի նվեր պահած նաև այն ներառական խնդիրներ ունեցող երեխաներին, այստեղ Արմինեն է մեր լավագույն ընթերցողը, որ ինչ գիրք ուզում է, եթե չեմ ունենում, ես անպայման այլ գրադարաններից ճարում եմ տանում, այստեղ ինքը մեր մրցանակաբաշխության հաղթողներից է, ունենք եւ տղաներ եւ աղջիկներ հաջորդույթ ներկայացնելու եմ նաեւ մի քանի այո ներկայացուցիչների, ումը որ պարգևատրել եմ առաջին նկարում Միջին
Ռոցի լավագույն ընթերցողներ եւ գրքերի քանակով եւ գրքի քննարկումների մասնակցությունով, ակտիվությամբ, երկրորդում նաեւ ուսուցիչներին եմ ընդգրկում լավագույն ընթերցող ուսուցիչ եւ մեր հաղթողը այս անգամ դարձել է Խանոմ Խաչատրյանը, ով աջակցում է մեզ ընթերցողներ ներգրավելու գործում գրադարան, դե ասացի, որ ես միայնակ չեմ, իրենք աջակիցների խորհրդի անդամներ են, ինձ սիրով օգնում են, ներքևում Տիկին Դռնոյանն է, ով հովանավորում է մեզ պատվոգրերը տպագրելու հարցում, ես շնորհակալ եմ իրենից, ու երեխաներս տղան Մկրտիչը շատ լավ ընթերցում է, անգամ այն գրքերը, որ չունեմ գրադանում, ես անպայման գտնում եմ այդ գրքերը, չնայած հիմա արդեն շատ ունեմ, խնդիր չունեմ այդ առումով, ուրեմն գրադանում ստեղծում եմ աջակիցների խորհուրդ, արդեն ես ներկայացրի այ ձախում հենց աջակիցների խորհուրդը օգնում է, որ ես նոր քարտեր պատրաստեմ, առնում եմ գունավոր թղթեր, կտրում ենք, պատրաստում ենք, մի խոսքով ամեն կերպ աջակցում են, բայց նաև պատրաստել եմ մի հուշամատյան, որտեղ այցելուները գրադարան շատերն են, ով գալիս է, շատերին չէ, որ կարողանում եմ ասել, օրինակ ես ամաչեցի Տիկին նախարարին կամ մարզպետին խնդրել, որ իրենք ստորագրեն, պատկերացրեք պարոն Մովսյանին, որ այդքան շատ սիրում են մեր գյուղում, ու ինքը շատ է հանրայինի տնօրենին, շատ է եղել մեր գրադարանում, անընդհատ եկել է, ես ամաչում եմ խնդրեմ, որ ստորագրի մեր հուշամատյանում, բայց ի վերջո դա խնդրելու եմ, բոլորը գալիս եւ ստորագրում են, ու ես ունենում եմ այդ վկայությունը, պաստառներ եմ ձևավորել, նվիրված գիտաժողովին, նվիրված գրադան սպորտ համագործակցությունը, նվիրված հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությունը, հավատացեք, այնքան բազմաշերտ է այդ ամենը, որ մի համագործակցության մասին կարող ես մի ժամ պատմել, խոսել, ներքևում նաև պատվոգրերն է, ինչ պատվոգիր, որ ստացել եմ, տարբեր մասնակցություններից ես դրանք ամբողջությամբ հագցրել եմ պատին, մի տեսակ մոտիվացիա ունեն, ումը որ շատ սիրում ես, ինչին որ մասնակցել ես եւ մտնում ես այդտեղ ոգևորվում ես ու սկսում ես ավելին անել։ Դե հիմա փորձեմ ներկայացնել գրքի համալրմանը նվիրված աշխատանքները, դե գաղտնիք չի, դպրոցական գրադարանները գեղարվեստական գրականությամբ չեն համալրվում ու ես աշակերտներիս հետ միասին որոշեցինք դաշտ բարձրանալ, դեղաբույսեր հավաքել, փաթեթավորել, ինչու՞ չէ, ծնողների օգնությանը դիմել, վաճառել ու գրքեր գնել այդ հասույթին, ես աջակիցների խորհրդի անդամների մեջ ունեմ աշակերտներ, ամեն մեկը ունի իր գործառույթը, մեկը մեր բանն է, ֆինանսիստն է, ինչ գումար վաճառում ենք, իր մոտ է, ինքը կարողանում է համակարգել, իհարկե իմ ցուցումով, ինչ պիտի առնենք, ես ասում եմ, իրենք կազմակերպում են ու ինձ դա նեղություն չի բերում, այստեղ նկարներում արդեն մեր հավաքած դեղաբույսերն են, պատկերացրեք, մենք կարողացանք համարյա 13-14 անուն գիրք գնել ու ինչ գրքեր, ընտիր, մեր ջանքերով, մեր միջոցներով, դե հիմա չի ստացվում, խնդիրներ ունենք հանրապետությունում, հո չեն կարող այդքան չկա, հայրենիքի պաշտպանությանն է գումարը գնում, հո չեն կարող նստել սպասել, որ մեզ մի գիրք տան, իմիջայլոց, որ այն ժամանակ չունեինք, ասենք երեխաները գալիս էին Թումանյանի քառյակներ էին ուզում, ունենք ընդամենը մեկ գիրք գրադանում, ես նախաձեռնեցի իմ աշակերտները ձեռագիր գրքույկներ պատրաստեցին, բերեցին ու ես ունեցա 30 հատ Թումանյանի քառյակներ, իրենց պատրաստածը ես սպասարկում էի դա, երեխաներս սիրով սովորում էին, ուղղակի մի խնդիր կար, այդ բոլոր այնքան պետք է ստուգեի մեկ-մեկ ուղղագրական սխալներ էին թույլ տալիս, ես արդեն փորձեցի չշարունակել ինքս էլ հայոց լեզվի ուսուցչուհի եմ, դա վրա շատ էր ազդում ու պետք է բոլորը ստուգեի, այնքան տանջանքեր լինում ինձ իմ աշխատանքի հետ, այդպես նրանից հետո իհարկե մեր հովանավորների շնորհիվ այնքան գրքեր ունեցանք, որ այս գրադարան ես մտնում, անկախ քեզ այս տրամադրությունը բարձրանում է, ու նաև գրադարանում կազմակերպում ենք թեյախմություններ միջոցառումներից հետո, չգիտեմ, երեխաները, ասենք, Գեղարքունյաց ձմեռ են կազմակերպել, իրենք մրսած էին, դե հիմա գրադարանում լավ թեյախմություն են կազմակերպում, գալիս են, խմում են, զրուցում են, ներողություն, դե զրուցում ենք իրար հետ, մթնոլորտ այնքան ջերմ է լինում, այնքան կարծես ընտանեկան մթնոլորտ լինում,
թեյախմություններն են, մեր մասնակցությունն է տարբեր միջոցառումների, այստեղ առաջին նկարում հովվի փառատոն էր Գավառի տարածաշրջանում Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված, մենք այնտեղ էինք, երեխաներս ակտիվորեն դեղաբույսեր վաճառեցին եւ մենակ այդ դեղաբույսերից իրենք 3 դիրք ընտրեցին, գնեցին ամենալավը, սևակի ոչ մի հատոր չունեին ու մենք ունեցանք ամենաանտիրները, դրանից հետո նաև նվեր ստացանք եւ մի բան էլ առանձնացնեմ, այն գրքերը, որ գնել էին իրենց աշխատանքով, մի տեսակ պաշտամունքի առարկա են լինում երեխաների մոտ, վերցնում էին, ով որ այդքան չէր կարդում, չէր չափածու, այնպիսի գորովանքով էր գիրքը ձեռքը վերցնում, իր տանջանքները այդտեղ, ու դա էլ ինչ որ ուսուցանող բան ունի։ Եվ այնտեղ էլ Վասիլիս Մարագոսն էր, ես մի քիչ նկարային կողմեր չկարողացա ներկայացնել, Գավառը երիտասարդական մայրաքաղաք միջոցառմանն է, Եվրոմիության դեսպանն է, թարգմանչի հետ, մենք այնտեղ էինք երեխաների հետ եւ ես ներկայացրի մեր դեղաբույսերը, իրենք ուրախանում են, սիրով լսում են, մենք էլ առիթը չենք թողնում շուշիտ սրան նրան ները դարձնել, մեր դեղաբույսերը նվիրել, ցույց տալ, ներկայացնել, ասել, դա մեծապես նպաստում է, մեզ շատ գրքեր նվիրում են այդ դեպքում ընթերցանության խթանման աշխատանքները ներկայացված են Սայկաշարի այս էջում, տարբեր դրվագներ, սա էլ արդեն ուրիշ պարգևատրումից է, միջոցառումներ ենք անցկացնում գրադարանում նվիրված տարբեր հեղինակների, գրողների, հոբելյաններին, տարբեր հոբելյարների ենք ներկայացնում, տեսանյութեր ենք պատրաստում, մեր Facebook-յան էջով հրապարակում, ցուցահանդեսներ, մի խոսքով գրադարանային կյանքի ակտիվացման բոլոր հնարավոր տարբերակներ, ինչքան որ կարողանում ենք, որտեղ ամեն օր եռուզեռ է մեր գրադարանում, բայց շատ բան չեն կարողանում հասցնել, ասեցի արդեն, որ ինձ համար գրադարանը հարազատ օջախ դարձնելն է կարևոր, որ երեխաների հետ կարողանամ այն շփումները, ջերմությունը պահել, եթե հավատացեք սիրելի գրադարանավարներ, որ ընթերցողը մտնում է, երեխան մտնում է, մի անգամ խիստ դեմքով ասում ես ինչ է, ուրեմն իրենք մյուս անգամ չեն մտնի, սիրով պետք է ընդունենք մեր երեխաներին ու նրանք կարդում են, իս զարմանս բոլորի, այ Ռոլինգի Հարի Փոթերը, այն հաստ գրքերը, երեխաներ ունեն 5 հատորը, համարյա մի տարի չի տևում, տարի ու կեսում նրանք ավարտում են, դա նաև ընթերցանության աշխատանքների հետ է կապված, այնտեղ ես եմ սպասարկման ընթացքում, ինչքան ասում եմ երեխեք ջան, դիմացը կանգնեք, կլցվեն գլխիս, բայց ես երբեք չեմ էլի զգուշացնում, որ հանկարծ մի երեխայի չնեղացնեմ, որ իրենք էլի գան ու նաև բարձրաձայն ընթերցանություններ ենք կազմակերպում, ոչ միայն միանում ենք կազմակերպիչներին, այ օրինակ ասացի, չէ, տնտեսագիտական համալսարանում անցկացվում էր Zoom հարթակով միանում ենք, ես ինքս կազմակերպում եմ եւ միանում եմ տարբեր գրադարաններում ինչ որ թեմայով, ենթադրենք Բակունցին էր նվիրված այդ տարին անպայման Բակունցի ստեղծագործություններից ենք բարձրաձայն ընթերցում Թումանյանական էր տարին, այդպես անդրադարձը կա, մենք անպայման, ես անպայման փորձում եմ կապ ունենալ իրենց այդ առաջ քաշած նյութերի հետ եւ ինքս էլ առաջ տանել այս մասին արդեն ասացի, որ նկարահանում ենք տեսանյութեր, բնության գրկում ենք լինում երեխաների հետ, ոչ միայն հաճելի առօրյա ենք անցկացնում, այլ նաև շատ օգտակար գրքեր ենք ունենում, գրքեր ենք ձեռք բերում։ Սա էլ ներկայացրինք իմաստել ունենք նաև ստեղծագործում են մեր երեխաները, մեր ստեղծագործող աղջնակներից մեկն է, հիմա արդեն ավարտել է դպրոցը, բայց իր ստեղծագործությունները տպագրում է համահեղինակային գրքում, այստեղ ժուրնալում է տպագրել, մենք այո, ես այստեղ հարց է տվել Տիկին Նորան, ներողություն եմ խնդրում, ուզում եմ պատասխանել, անգլերեն, հա, դպրոցում անցնում են, անգամ խաղաղության կորպուսից կամավոր ունենք, ես էլ եմ փորձելու միանալ, անպայման պիտի սովորեմ, ամեն դեպքում իմ տարիքում մի քիչ բարդ է, բայց անհնարին չէ, ես էլ եմ փորձելու սովորել, հիմա այնքան խիտ է գրաֆիկս աշխատանքային, որ չեմ ուզում երեխաներին հետ աշխատանքը հետաձգել ու ինձանով զբաղվել, բայց ընթացքում ինքս էլ էլի որոշ
առաջ եմ գնում եւ Գիտեմ, մեկ րոպե խնդրում եմ, կներեք, որ ընդհատում այո եմ։ Ես հիմա որ ժամանակին հետևում եմ, տեսնում եմ, որ այդքան շատ ժամանակ չունենք, ես չգիտեմ քանի հատ սահիկ կա դեռ։ Շուշուտի նախադասությամբ կասեմ։ Չէ, տեսեք, ես դիմում եմ մասնակիցներին ու կնդիրներին, ակնդիրներին, ովքեր հետևում են, միացել են դասախոսությանը, եթե դուք հարցեր ունեք, դուք կարող ձեր հարցերը նախապես գրեք, ես հետո կկարդամ հարցերը եւ Իրունը այդ հարցերին կպատասխանի։ Արդեն տեսնում եմ, որ մեկ հարց կա։ Շարունակիր։ Այո, ես սիրով կպատասխանեմ ցանկացած հարցի, խնդրում եմ եղեք ակտիվ, ես այդպես սիրում եմ։ Սա էլ խնդրում եմ բանանել, փոխել պարոն Հայրապետյան։ Այստեղ անդրադարձն է տարբեր միջոցառումների, գրադարանում նոր տարվան նվիրված, չգիտեմ, տիառն ընդառաջին նվիրված, զինվորներին նվիրված, տարբեր միջոցառումներ են լինում, անգամ մեր ուսուցիչներին եմ հրավիրում, ովքեր անցել են իրենց վաստակաշատ հանգստին, այդպիսի գեղեցիկ միջավայր եմ ստեղծում, անցնենք առաջ արագ, սա էլ կրթամշակութային միջոցառումն է, մեր գրադարանում կազմակերպված, Թումանյանական տարում էին կազմակերպել, անչափ հաճելի միջոցառում էր, գունագեղ նկարներ էին եւ ես դա ընդգրկեցի, խնդրում եմ սա էլ երևի թերթեք, որ ժամանակ ունենանք, պարոն Հայրապետյան, ահա, ուրեմն այս ամենով հանդերձ այո, ես շատ եմ կարևորում միջազգային փորձի ուսումնասիրումը, դա փոխանցումը, այդ փորձի հարմարեցումը մեր պայմաններին, մեր հնարավորություններին, ըստ այդմ էլ ակտիվացնելու գրադարանում կատարված աշխատանքները, որտեղ դա մեզ շատ է հարկավոր, շատ է պետք, այսօր համացանցային հնարավորությունները մեր երեխաներին, մեր ընթերցողներին հեռացրել են մեզնից, բայց միևնույն է, պետք է կարողանանք ամեն ինչ հասցնել, շնորհակալություն բոլորին, ովքեր միացել էին, շնորհակալություն պարոն Հայրապետյան, տեխնիկական խնդիրներով անգամ ես չկարողացա թերթել, դուք օգնեցիք ինձ, անչափ շնորհակալ եմ։ Այո, այստեղ հարց ունենք Յալայից, ասում են նոր գրքեր ինչպես եք ձեռք բերում, ասեմ, որ ես հենց սկզբում ներկայացրի, որ տարբեր պաշտոնյաներ են այցելում, տարբեր մարդիկ են այցելում մեր գրադարան, մեր դեպքում մեր հերոսը պարոն Հովհաննես Մովսիսյանն է, շատ ամբողջ գյուղն է սիրում, ծնողով, աշակերտով, բոլորն են ճանաչում, իր հետ գալիս են, այցելում են պաշտոնյաներ ու իրենք ձեռնունայն չեն գալիս միայն դեկտեմբերին պարոն Արամ Ղազարյանը մեզ 327 կտոր ընտիր գիրք նվիրեց ու չգիտեմ ցնծություն էր մեր գրադարանում, մեր դպրոցում դե գրքեր ձեռք բերում ենք նաև մեր միջոցներով, բայց հիմա արդեն դա չեմ շարունակում, տեղաբույս հավաքել, բայց գիրք գնելը, որովհետև ինչ որտեղ բան այլ, արդեն ունեմ շատ լավ գրքեր, շատ լավ նվիրատուններ, պարոն Երեմյաններ գրքեր բերել, դե պարոն Մովսյանը այնքան ամեն անգամ մեզ հրաշալի գրքեր նվեր բերում, ես ուզում եմ, որ այն տարոսը մնացած գրադարաններին լինի, իրենք էլ ունենան գրադարանավարներն էլ ունենան հաջողություններ, դրա համար կարծում եմ մենք պետք է միասնական լինենք, մենք պետք է կապը պահպանենք իրար հետ, պետք է համագործակցենք, աշխատենք, պայքարենք, կհասնենք մի բանի։ Սիրուն ջան, ես հարցը կարդամ, Տիկին Արմինե Հովհաննիսյանը հարց է տալիս, հետաքրքիր է ձեր գրքային ֆոնդի թիվը, ֆոնդի մեծությունը եւ գրադարանը դպրոցի շենքում է հարց ունենա։ Այո, Տիկին Հովհաննիսյան, շնորհակալություն հարցի համար, գրադարանը դպրոցի շենքում է, դե դպրոցի շենքում ես հենց սկզբից ցույց տվեցի, թե ինչ սենյակ ենք մաքրել, մի պահ հետ մաքրել ենք, ընթերցասրահ ենք սարքել, մեր գրադարանը դպրոցի առաջին հարկում է, ինչ պիտի ասեի, այդ պահը Արմինեի ընդհանուր ֆոնդը ինչքան է կազմում։ Այո, ֆոնդս, երբ որ ես գրադարանը ընդունեցի, հիմա ինչքան է կազմում։ Ես համեմատություն եմ ուզում անել 2750 գիրքեր, որ ես ընդունեցի գրադարանը 2004 թվականին, բայց հիմա ուրեմն 5000 արդեն կարծեմ 70, չգիտեմ 5000 այդքան
Այդքանի, որտեղ անընդհատ 5000, այո, 5000 եւ ավելի գիրք ունենք։ արդեն շեմը հատել ենք 5000-ի։ Խոսքը սիրուն, ես ճշտով հարց տամ։ Այդ 5000 գիրքը միայն գեղարվեստականն է, թե նաև դասագրքային հավաքածուն։ Չէ, առանց դասագրքերի, առանց դասագրքերի։ Դասագրքերի թվերը ես փոքրիկ հանրային գրադարանի հավաքածու ունեք։ Եղավ, շնորհակալություն, հաջորդ հարցն եմ կարդում, Նորա Ավետյանը հարցնում, արդյոք աշակերտներն անգլերեն սովորում են։ Հա, ես այդ հարցին պատասխանեցի, կարդացի, աշակերտները սովորում են որպես դասաժամ, էլի, կան որոշ աշակերտներ ու մոտ հաջողվում է, ու մոտ չէ, ունենք խաղաղության կորպուսից կամավոր, ինքն էլ անընդհատ փորձում է այնպես անել, որ սովորեն, ընթացքի մեջ է, գուցե մեր աշակերտները արդեն տեսնում են, թե ինչքան կարևոր է այդ անգլերեն իմացությունը, հիմա մի քիչ ավելի այդ մոտիվացիան շատ է, այո, սովորում են, տեսնենք իմ նմանք սովորեն, որ հետո չկարողանան հասկանալ, թե առաջընթաց կունենան։ Լավ, շնորհակալություն, հաջորդ հարցը Արմինե Մելիքսեթյանը հարցնում է. այս ամենը նկատի ունի միջոցառումները գրադարանների, դասերից հետո եք կազմակերպում։ Այո, դասերից հետո են կազմակերպում, քանի որ գրադարանում այնպիսի մթնոլորտ եմ ստեղծել, որ երեխաները սիրով են գալիս, իրենք գալիս են։ Հիմա կարող է այնպիսին լինի մթնոլորտը կամ որոշ դեպքեր լինում են, ասենք ուսուցիչները կանչում են, չեն գալիս, վազում են գրադարան, իրենք նեղանում են, թե դու ինչի ես, երեխեքին տարել ես չեկանի մոտ խմբակի եւ այլն, դե հիմա ինչ անեմ, երեխան ինքն է ընտրում, կուզենա սիրողական խմբակի գնալ, գրադարան կգալ, իրենք գալիս են, պայմանավորվում ենք, մենք նաեւ դասերից դուրս եկու ակումբում ենք հանդիպում, այնպես որ այդպես դասերից հետո ու աշխատում ենք հավեսով։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Ես էլ մի հարց ունեմ։ Այո։ Իմ հարցը հետևյալն է. որքան մեծ է ձեր գյուղը բնակչությունը, չգիտեմ, գաղափար չունեմ, արդյոք գյուղը, համայնքը ունի համայնքային գրադարան, եթե չունի, արդյոք դուք դպրոցական գրադարանը սպասարկում է համայնքի բնակչությանը։ Պարոն Մոսյան, պարոն Հայրապետյան, մենք ունենք համայնքային գրադարան, ես անգամ նկար ունեի Էմմայի, մենք միասին համագործակցում ենք, համայնքային գրադարանում մենք 10,000 կտոր գիրք ունենք։ Իմիջայլոց հիմա նաև մեր գավառ-խոշորացված համայնքը համալրում է կազմակերպում, Տիկին Համբարձումյանը մարզային գրադարանը գրքեր է ուղարկում, համայնքային գրադարաններ, իրենք նաև ինձ են ուղարկել, բայց համայնքային գրադարանը շատ լավ աշխատում է, լավ աշխատակցուհի ունենք, Էման, ինքը շատ ակտիվ է, ու քանի որ երեխաները անընդհատ գրքի հետ կապ ունեն, իրենք դիմում են, շատ լավ համագործակցում ենք մենք, իհարկե ունի, մի քանի անգամ ինձանից շատ գրքով։ Լավ, շնորհակալ եմ, այստեղ հարց չեմ տեսնում, բայց Մարիամ Վարյանց երևի, մի քիչ եթե սխալ եմ կարդում կներեք, ոնց որ մեկնաբանություն է ավելի շատ, բարի օր բոլորին, միացել եմ Գեղամասարի միջնակարգ դպրոցից, շատ ուրախ ձեզ միանալու եւ ձեզ լսելու համար, շատ կուզենայի այսպիսի նախաձեռնություններ հաճախակի լինեն, գրադարանում նոր աշխատող գրադարանավարների համար շատ կարևոր է։ Ես համաձայն եմ իր դիտողությանը, այսպիսի զրույցները որքան ավելի հաճախ լինեն, այնքան ավելի լավ եւ պիտի ասեմ, որ ներկայացնելով մեր կազմակերպության անունից խոսելով, յալայի անունից խոսելով, մենք մտադիր ենք հայերենով շնորհանդեսները ավելի հաճախ կազմակերպել, որովհետև մենք ուզում ենք, որ մեր շարքերում ավելի շատ անդամագրություն լինի Հայաստանից, անդամագրվելը շատ հեշտ է եւ ձեզ պետք է ասեմ, որ անդամագրվելը ուրեմն կատարում եք մեր պաշտոնական էջի միջոցով, ուղղակի հասցեի տողում, եթե գրեք yalla.org, այնտեղից անմիջապես անդամագրվելու հնարավորություն կա, փոքր անդամավճար է տարվա համար, որը շատ տարբեր է դրսի անդամներից, ասենք
մեր գործընկերները Միացյալ Նահանգներից, Եվրոպայից կամ աշխարհի այլ մասերից ուրիշ գումար են վճարում հայաստանցիների համար շատ հարմար անդամվճարի չափ է սահմանված։ Եվ մենք միայն ուրախ կլինենք, եթե շատ գրադարանավարներ, դպրոցական, հանրային, ակադեմիական միանան մեր կազմակերպությանը, քանի որ մենք մեր առցանց հանդիպումները 1 ժամյա տևողություն են ունենում, մենք ունենք եւս 4 րոպե ժամանակ, 5 րոպե ուշ ենք սկսել։ Ես մի 2 հարց եմ տեսնում կամ շնորհակալություն ուզում եմ կարդալ, բայց Արմինեն եւս 1 հարց է տվել, խնդրում եմ դու արագ պատասխանես սրան, Սիրուն ջան, ասում է տեղյակ եք արդյոք մարզում քանի դպրոցական գրադարան կա։ Ճիշտ ասած, թվային տվյալներ շատ չունեմ, ես ժամանակը շատ սուղ էր, ես չկարողացա տվյալներ ձեռք բերել, բայց պարոն Հայրապետյանին խնդրեցի եւ ասաց, որ մարզում պարոն Հայրապետյանի ձեռք բերած տվյալներ են, երևի հենց թարմ չեն, գուցեև որոշակի փոփոխություններ լինի, 1317, եթե չեմ սխալվում։ Հանրապետությունում, ներողություն, մարզի մասին չի տված։ Ահա, հանրապետությունում, այո, հանրապետությունում Պիտի ասեմ, որ քանի որ ես զբաղվում եմ Հայաստանի գրադարանների վիճակագրությամբ եւ ոնց որ թե Հայաստանի ներկայացուցիչն եմ, որը IFLA-ի ամեն տարվա աշխարհի գրադարանային քարտեզի համար թվեր է տրամադրում, այս պահին շատ դժվար է տվյալներ քաղել դպրոցական գրադարանների մասին, Այնտեղ եղած տվյալները շատ հին են, այդ աշխարհի գրադարանային քարտեզի վրա, կարծեմ 2017 թվականի տվյալներ են։ Այդ ուղղությամբ աշխատում ենք, առաջիկայում հույս ունեմ, որ նաև դպրոցական գրադարանների տվյալները կլրացնենք, իսկ մնացած գրադարանները ակադեմիական, հանրային, համայնքային, ինչպես գիտեք, ազգային գրադարանը արդեն 40 տարի եւ ավելի ամեն տարի հրատարակում է Հայաստանի գրադարանները այս կամ այն թվականին, որտեղ շատ մանրամասն վիճակագրություն կա։ Արմինեն դարձյալ գրելի, շնորհակալ եմ, ուզում եմ ասել, տեղերում հավաքագրվող տվյալները կարծում եմ շատ կօգնեն, իհարկե, շատ։ Հայրապետյան, կուզեի մեկ նախադասություն եւս ասել, ուզում եմ ասել, որ դպրոցական գրադարաններում դասագրքաշրջանառությունը կազմակերպվում է էլեկտրոնային եղանակով ԴՇ-ի կողմից, դասագրքերի շրջանառու հիմնադրամի կողմից, կոնկրետ մեր մարզում ունենք հրաշալի համակարգող Տիկին Գսպեյան Գոհար, ով մեզ օգնում է էլեկտրոնային հարցերում ու կարողանում ենք հեշտությամբ գլուխ անել, իսկ մնացած տվյալները երևի ընթացքում այդպես կունենանք։ Եվ Տիկին Նորան մի բան է գրել, դրան էլ պատասխանեմ, ասում է ինչպես կարող ենք ձեզ օգնել, Տիկին Նորա, անչափ շնորհակալ ենք, դուք մեզ այնքան եք օգնել, անգամ այդ Zoom հանդիպմամբ, որ դուք էլի շատ զբաղված եք, բայց ժամանակ եք տրամադրում, ես անչափ շնորհակալ եմ ձեզանից։ Ձեր տեսակի մարդիկ յուրահատուկ են, ես կուզեմ իմ շրջապատում շատ ավելին լինեն, կան, բայց ավելի ակտիվ էլի, շնորհակալ եմ շատ։ Ես ապրես Սիրուն ջան, ես կարծում եմ Տիկին Նորայի հարցը ավելի ընդարձակ լսարանի է հասցեագրված, այսինքն այսօրվա մեր մասնակիցները տարբեր գրադարանների, հա, եթե հարցեր ունեն, կարող եք ազատ գրել մեզ, մենք կաշխատենք ինչպես մեր հնարավորությունների սահմաններում, մեր կազմակերպությունը կաշխատի օգտակար լինել ձեզ։ Կարծում եմ, որ պետք է ժամանակն է, որ շնորհակալություն հայտնենք Սիրունին այս հրաշալի սայկաշարի եւ իր ներկայացման համար, շատ ոգևորիչ բաներ լսեցի, ինձ համար նորություն չէր, ներողություն իհարկե բոլորից, բայց մի հատ նորություն կար, որը զարմանալի նորություն էր, դա այն էր, որ Թումայանի քառյակների ձեռագիր 30 գիրք ստեղծեցին եւ ցեցին սպասարկել։ Գիտեք, ստացվում է, որ անհնար իրավիճակներ չկա։ Անհնար չկա, մարդը ամեն իրավիճակից կարող է դուրս գալ, բոլոր դժվարությունները հաղթահարելի են։ Հուսանք, որ մեր ունկնդիրները իրենց ակնկալիքը ստացան, նրանք ովքեր միացել են մեզ եւ կմիանան նաեւ մեր հետագա հաջորդ Yalla in Focus դասախոսություններին։ Շնորհակալություն բոլորին։
Սրանով ավարտում ենք շնորհակալություն բոլորին Հայաստանում թե Հայաստանից դուրս մինչև նոր հանդիպում Ահա, ես էլ եմ շնորհակալ Տիկին Լորի, ես ձեզ շատ եմ սիրում, կարդացի ձեր հաղորդագրությունը, շնորհակալ եմ բոլոր միացողներից, անչափ հաճելի էր, չգիտեմ արտարացրի սպասումները, բայց ինձ թվում է ստացվեց էլի, ինչ որ չափով, անչափ շնորհակալ։ այո, շնորհակալություն, ստեսություն Տեսություն ձեզ։